Այ մարդ, Ազիզորով աղցան եմ պատրաստում, որ ուտեմ, ու ես Facebook-ի ռիլսերը հերթով գնում եմ։ Ու ինչ եմ տեսնում։ Нарек, наверное, это не к месту, но, пожалуйста, мы вместе с вами. Нужно сделать все, чтобы их больше не было. Последние 5 месяцев. Я не знаю, как просить, как умолять этот народ, чтобы они опомнились, что они творят с нами. Мы умоляем вас, пожалуйста, делайте все, чтобы их не было. Чтобы следа от них не осталось. А то все, что у нас осталось, и то продадут, сделать из нее мечеть. Умоляем вас. Сделайте все, пожалуйста. Мы все вместе с вами. Надейтесь на нас. Ուրեմն ռսկախոսնայա ջան, Աստված ինձ այնքան մեծ համբերություն տվեց, որ տվեց Ազիզորով էլի, նամանավանդ տենց սուրբ տեղ ես դու կանգնած էլի, որպեսի քեզ չկողխեմ ցեխը, հավի տապակա չանեմ, չհանեմ, թափ չտամ, չջփխեմ, չփռեմ ասֆալտին, նորից հանեմ, չիր սարքեմ։ Որովհետև մտածում եմ, որ կարող է անուղեղ ես, ու այդ անուղեղ լինելու մեջ դու մեղք չունես։ Ես այսպես մտածեմ էլի։ Սա ամենամեղմն է, որ մտածեմ, բայց քեզ դնեմ մի կողմ, որտեղ քո նմանները ընդհանրապես իմ երկրի վրա տղա բերող, մարդ բերող, չգիտեմ, ինչ որ ուժեղ, ինչ որ երկիր պետություն բերող չատլախները Հայաստանի Հանրապետությունում կան։ Այդ մասան կա, ու այդ մասան, ոնց որ իրանց պապերն են ծախե, Ղարս, Անի, Մասիսար, Արցախ, ասենք այդ նույն Նախիջևան, այդ ամեն ինչը, որ կատարվել է, ձեր պապերի փափուկ ձեռով է կատարվել, հենց այնպես չէր կատարվի, որովհետև հայը երբեք մի կտոր մազ անգամ հող չէր տա ոչ մեկին, առավել եւս թուրքին։ Այդ ձեր պապա կոչված, այդ ձեր լեզվով, այդ ռսկախոսն է, որ խոսում եք, սուկի։ Դուք որ այդ լեզվով եք անգամ դիմում Նարեկ ջան, չգիտեմ որտեղից ես դու այ պարվա։ Մտածեմ, որ դու ուղղակի դիմենցիայի մեջ ես, որպեսի քեզ ավել պակաս չշշեմ ստեղ։ Ես հիմա մտել եմ ուրիշ բան ասեմ։ Նարեկ ջան, դու ինձ այն որ ասма լրիվ ястапեցրիր ախպեր։ Նարեկ ты меня разочаровал окончательно։ Ախպեր գնա այդ եվրեին բացատրի, որ մի հատ թող հասկանա հայ ազգովը։ Արա դուք լուրջ եմ ասում, ձեր փողերը քամուն եք տալիս։ Նարեկ ջան, ուրեմն հաջորդ անգամ որ նման բան ունես, հա, անպայման հայերեն լեզվով խոսացող կնիկ բեր, հա։ Մեկ էլ այնց արա որ մազերը սպիտակ կնի, որտեվ էսի չի ազդում, էլի։ Հա, էսի ոնց որ Բաքվից նոր տեղափոխված մի հատ չասեմ ինչ լինի, սրա ասածը սաղ ձեռ են առնելու, ապեր։ Արի քեզ հուշեմ էլի։ Հա, մեղք ես էլի, որտեվ այդքան փող ես տվել ախպեր, հանգարցնես չլինի պարտովես։ Հետո գիտես խեմ քեզ օգնում, որովհետև այս անդիմության կոչվածը, այս դες վերջերս ես woman անդիմության մեկին կպա իրա կզելու համար։ Հիմա էլ տարածում են լուրեր, որ ես ձեզ ագիտացիա եմ անում։ Ուրեմն մի քիչ համապատասխան եմ էլի իրանց բառերին։ Ուրեմն ախպեր ջան, լսի։ Ուրեմն հաջորդ անգամ նախ երաբլրից հեռու խաղա, հա։ Այդ սրբությունը ատե մի կպի, որտեղ շատերը կհելնեն վրովդ կանցնեն։ Երկրորդը, որ բերեմ ես անպայման հայերեն լեզվով խոսացող բեր, հա։ Որտեղ հայաց գատում է էլի ռուսին։ Էդի պետք է ջոգես, էդի պետք է ուզես չուզես ընդունես, տենց է։ Հա, երրորդը, ախպեր ջան, անպայման սպիտակ մազերով։ Չգիտեմ, Վարշավիր գտի թողոսե ու սպիտակ ներկի, որ մի քիչ ավելի նման լինի։ Ջոգիր։ Հա, ախպեր ջան, եթե դու ես քո բռնի կամպանիան Ռուսաստանի Դաշնության համար է, որ ընդեղի պրեզիդենտ դառնաս, Պուտինի տեղն ես, էլի մեծից անում։ Ուրիշ բան չասի։ Հա, լրիվ չոտքի ես արի, իրանք տենց կուտուտում են, պլյուս ռուսերենա որ լավ ջոգեն, ինչ ասում այդ կնիկը։ Նորմալ է, 5 բալը։ Հայաստանի համար 0։ Նստի 2։ Հերթական 2-ը ստացար ախպեր։ Հա, մեկ էլ Նարեկ, այդ դու քո ժողովրդին, քեզ հատարող ժողովրդին, մի հատ ազնվորին ասա, որ ոչ դու կարաս լես վարչապետ, ոչ էլ Սամոն։ Մատ բաց սաղին ասա էլի, հերիքա խապեք այդ ժողովրդին։ Բե։ Իսկ հիմա դիմում եմ մեր ՆԳՆ նախարարությանը, ոստիկանությանը եւ մեր դատախազությանը Տիկին Վարդապետյանին։ Մենք խնդրում եմ հայտնաբերեք այս տիկնոջը, մենք հարցակննեք, հասկացեք ով է այս տիկնոջը նեղացրել, ով է իր աղջկան կամ տղուն կարող է իր աչքի առաջ բռնաբարել, ես տեղյակ չեմ։ Կարող է պատահի ունեցվածքն են տարել, կամ իր բիզնեսի մեջ 50-50 են մտել,
տեղյակ չեմ։ Մի հատ տեղեկացեք, էլի ինչ է կատարվում։ Կարող է պատահի բանակում տղա ունի, որին այնտեղ ինչ որ մի բան են արել, չգիտեմ։ Կարող է պատահի զոհ ունի ու ուղիղ լցրել են, որ այդ զոհին դուք եք սպանել, էլի, ասենք, մարդ ես հիմա։ Կարող է պատահի իրոք ворթեկորից ծնողը ես, չգիտեմ, տեղյակ չեմ։ Համենայն դեպս այս կինը աղաչում պաղատում է, որ մեզ վերացնեն։ Համենայն դեպս ձեզ կառավարությանը վերացնեն, հետքը չթողեն։ Սա նաև հաղորդում է, սա նաև ցուցմունք է, սա նաև կոչ է, այնպես որ խնդրում եմ մի հատ ուշադրություն դարձրեք, ինչա կատարվում։ Ես արդեն հոգնել եմ իմ երկրում, իմ սեփական երկրում, իմ նկատմամբ կոնկրետ ինչ որ ահաբեկչական կոչեր լսելը։ Արդեն դավադիտ եմ եղել։ Երկու պոլ եղավ։ Մի հատ ընդունեք սա որպես հաղորդում։ Այս կինը ինչ կոչ է անում, ինչա պաղատում։ Ինձ վերացնելու մասին, հա, խնդրում։ Կարող է իրան բռնաբարել են, մի հատ հարցաքննեք հասկանանք։ Ով է բռնաբարե, պատժեք։ Այսքանը։